Հունիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է ավստրիական Կարմիր խաչի եւ հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում, Volfire ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա համագործակցության հեռանկարները։ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ գործունեությունը, ընդգծելով հանրապետության տարբեր մարզերում ստեղծված 11 կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի կարևորությունը, որոնք էական դեր են կատարում արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքների դիմակայունության բարձրացման գործում։ Այդ համատեքստում նշել է, որ եւս 2 կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի կառուցումը ավարտական փուլում է։ Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է կամավորների ներուժի արդյունավետ օգտագործումը, նշելով, որ նրանք աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու գործում առանձնակի նշանակություն ունեն։ Արամ Ղազարյանի խոսքով ծրագրի շրջանակում կազմակերպված վերապատրաստումները զգալիորեն նպաստել են կամավոր հրշեջ փրկարարների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը։ Volfire ծրագրի ղեկավար Թիերի Ժիրարդը ներկայացրել է ծրագրի ընթացիկ արդյունքները եւ նշել, որ արդեն մեկնարկել են երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով հաջորդ փուլում նախատեսվում է ստեղծել եւս 8 կամավորական հրշեջ փրկարարական հենակետ, ինչը կնպաստի կամավորության ինստիտուտի առավել լայն տարածմանն ու ամրապնդմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ղեկավար Սերգեյ Սահակյանը եւս կարևորել է Փրկարար ծառայության եւ գործընկեր կազմակերպությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։